Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանն առաջարկում է չքննել իր խափանման միջոցը փոխելու հարցը, քանի որ ըստ դրա դատարանը վաղուց որոշում ունի իրեն պահել տնային կալանքում։ Հիմա այս միջնորդությունների իմաստը որն է, որ մենք այս թատրոնի դերասած ենք, դուք որոշել եք պետք է մնալ միանգամից կալակը տվեք վերջացնենք գնալ։ Իմաստը որն է, դատախազը դուրս գա, կարտա Վարդևանյանը միջնորդություն անի, բոլորը լսեն, սենց լաված վերջում ասեք Արթուր Սարգսյանը պետք է մնա տնային կալանքի։ Այդուհանդերձ փաստաբան Արամ Վարդևանյանը նորից միջնորդություն է ներկայացնում անհապաղ վերացնել պատգամավորի կարգավիճակ ստացած Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Միջնորդությունը սակայն այս անգամ էլ մերժվում է։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը մեկ ամսով երկարաձգում է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Անփոփոխ են մնում երկրից բացակայելու արգելքն ու 20 միլիոն դրամ գրավը։ Արթուր Սարգսյանը ազգային ժողովի առաջին նիստին կարող է գնալ իրավապահների ուղեկցությամբ։ Արթուր Սարգսյանը տնային կալանքի պայմաններում ստացել է այս մանդատը ժողովրդից։ Հիմա ուզում եմ հարց տամ, դա իրավաչափության պայման չի փոխում։ Արամ Վարդևանյանի խոսքով իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է ցուցաբերել կալանավորման ավելի քան 1 տարվա ընթացքում եւ անհիմն է Կարեն Ֆարխոյանի մտահոգությունը, թե Արթուր Սարգսյանը կարող է շեղվել մեղադրյալի պատշաճ վարքագծից։ Սրբազան պայքարի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը չի բավարարում նաև Վահագն Չախալյանի տնային կալանքը վերացնելու փաստաբանի միջնորդությունը։ Այսինքն պետք է Վահագն Չախալյանին շարունակեն տնային կալանքի տակ պահել։ Նա տնային կալանքում կմնա մինչև սեպտեմբերի 4-ը։ Դատության նստած բոլոր անմեղները արդարացվելու են։ Լավ, բայց այդ փոխհատուցումը, որ ռեալիտետի շրջանը գա, այդ գումարը չի կարող փոխանել այս մարդու, հոգեկան ապրումները, այս մարդու երեխաների ապրումները։ Ընտանիքը կերակրելու խնդիր ունի Վահագն Չախալյանը, հիշեցնում է փաստաբանը։ Որպես հայ մարդ դուրս խնդիր ունի ընտանիքը պահելու։ Այս ամենից զատ պատվարժան դատարանը, վերջապես 1 տարի 1 ամիս հետո լավ հետ չնվազեց այս Վահագն Չախալյանի կողմից ենթադրյալ խոչընդոտելու հանգամանքը կամ այլ հանցանքատելու հանգամանքը։ Չախալյանին տնային կալանքում թողնելու որոշումից հետո դատարանը նրան խոսելու իրավունք չի տալիս։ Դատավորը պահանջում է անջատել նրա խոսափողը։ Վահագն Չախալյանին սակայն չի խանգարում իր մտքերը բարձրաձայնել առանց խոսափողի։ Սրանով սահմանափակվեցինք։ Փաստաբանները շարունակում են պնդել, Սրբազան պայքարի գործը քննող դատավորը ճնշումների տակ է։ Անցած շաբաթ կարգապահական նախազգուշացում է ստացել բարձրագույն դատական խորհրդից։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահիմյան, Հայլուր։